Պարոն Սարգսյան, փաստորեն ստացվում է ձեզ դուք չէիք համոզում, հա, հետաձգելու հետ կապված ձեր նախագծերը միշտ այսպիսի դիմադրության է արժանանում, անգամ ձեր թիմակիցների կողմից, ինչն է խնդիրը, շահերի բախում կա, կառավարության հետ անհամաձայնություն կա, ինչն է պատճառը, որ ձեր նախագծերը, մասնավորապես թմրանյութերի հետ կապված վերջին նախագիծը հավանության չի արժանանում։ Տեսեք, հավանության արժանացավ նախագիծը նոր, կառավարությունը տվել էր 11 առաջարկներ, քանի որ ծավալ ուներ եւ բազմաթիվ հոդվածներում քրեական օրենսգրքի, հատկապես 40-րդ գլխում մի շարք հոդվածներում եւ մի շարք հոդվածների տարբեր խստության պատիժների մասով առաջարկներ եղել անել փոփոխություններ եւ նաեւ նոր սանկցիաներ կառավարության կողմից առաջարկներ եղել նաեւ նոր սանկցիաներ սահմանելու սրա հետ կապված քննարկումը տևեց ավելի քան 3 ժամ, բայց առաջինից երկրորդ ընթերցում էլի որոշ փոփոխություններ ամեն դեպքում անելու ենք կառավարությունը դրական եզրակացություն է տվել իր առաջարկներով, որոնք բոլորը ես ընդունել եմ։ Եվ տեսեք, մշտապես այդ հարցը կա ձեր հետ կապված, ասում են նաև խնդիրներ կան ներսում, ձեր նախագծերի հետ կապված մամուլի տեղեկություններ կան, ձեր նախագծերի հետ կապված եւ քաղաքացիական պայմանագրում առաջիկայում կարող է ձեր հարցը քննարկվել, թիմակիցներ կան, որոնք ձեզ դեմ են, այս ամեն ինչի հետ կապված ինչ է կատարվում։ Ես մի բան կասեմ, որ իմ նախագծերը բոլորը ընդունվել են ազգային ժողովի կողմից, որոնք որ ես ներկայացրել եմ եւ առաջիկայում էլ ունեմ լուրջ նախագծեր, որոնք իշահ պետության պետք է առաջիկայում ընդունենք։ Շահերի բախում չգիտեմ ով ունի որևէ բանի հետ, ամեն դեպքում իմ բոլոր նախագծերը իշահ պետության եւ մեր քաղաքացիների են եւ բնականաբար քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը կողմ է քվեարկում, թե ով ինչ շահերի բախում ունի, դրա մասին չեմ։ Համավորները ինչու են այդ դեպքում դժգոհություն հայտնում եւ նույնիսկ վարչության նիստ են ուզում անել եւ ձեր հարցը քննարկել։ Դժգոհություն հայտնում իրան հարցրեք խեք դժգոհ։ Դուք ինչ բացատրություն ունեք, ինչ խնդիր կա, եթե դուք պետության շահն եք մեն հետապնդում։ Որևէ մեկին անդրադառնալ, առավել եւս որ դա վերացական ուղղակի խոսակցություններ են։ Ես կասեմ մի բան, որ իմ աշխատանքը ի նպաստ մեր երկրի է եւ այն բոլոր նպատակների, որոնք մենք ստանձն ենք արել 2021 թվականի արտահայտ ազգային ժողովի ընտրություններում, այսքանը կասեմ ու միջև այս պահը ինձ հաջողվել է բոլոր նախագծերը բարեհաջող անցկացնել, դրանք տվել են արդեն իրենց արդյունքները եւ առաջիկայում կտան ֆինանսական եկամուտների տեսքով, որոնք ունենում են մեր պետությունը դրանց արդյունքում եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված։ Փաշինյանի հետ հանդիպել էիք, ինչ այդ զրույցից ինչ կարող եք ասել, ինչ դժգոհություններ ուներ ինքը։ Վարչապետը որևէ դժգոհություն չի ներկայացրել, մենք որևէ հարցով ձեր նշած հարցերը ամեն դեպքում չենք քննարկել։ Ես ճիշտ ասած տրամաբանվածության պատճառով չեմ հասցրել ծանոթանալ։ Չեմ ցանկանում անգամ պատասխանել այդ հարցին։